Բարեկամներ, ողջույն։ Բարդ թեմաներից ենք այսօր խոսելու, ընդհանրապես երեկվա ձեզ հայտնի իրադարձություններից եւ կադրերի հրապարակումից հետո ողջ երեկո մտորում էի մի հարցի պատասխան էի փորձում գտնել, որը որոշեցի հենց եթերում ներկայացնել նաեւ ձեզ, ոչ թե այն հարցի շուրջ ով է իրավացի, ով է մեղավոր, ով ինչ հոդվածով է անցնում, ինչ որոշում է կայացնելու դատարանը, չէ, այդ հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում իրավապահ մարմինները թող տան, դա ինձ չի վերաբերում, ինձ բոլորովին ուրիշ բաներ անհանգստացնում։ Ընդհանրապես, ինչու է մարդը, որը արդեն տնօրինում է հսկայական կարողության, շարունակում ձգտել իշխանության։ Ինչն է պակաս, չէ, տարական հարց է առաջանում, ինչն է պակաս։ Ամեն ինչ ունես։ Ինչ է էլ չի լրացնում այդ միլիարդներն ու միլիոնները, ինչու է իշխանությունը հանկարծ դառնում այն գագաթը, որին հասնելու համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի, անգամ ամենադաժան մրցակցության, մանավանդ մեր իրականության մեջ, հա, եւ հաճախ հայտնվում են շատ վատ իրավիճակում, որի համար ես ցավում եմ, տեսնելով այն ինչ կատարում է ընդհանրապես, հա, սա քաղաքական հոդված չէ, սա քաղաքական մտորում չէ, սա պարզապես կարծում շարքային մարդու մտորում է, որ յուրաքանչյուր մարդ իրեն տալիս է այդ հարցը։ Գագիկ Ծառուկյանի մասին էլ չի պատումը, որովհետև այս դեպքերը հանդիպում են աշխարհի շատ ու շատ երկրներում, բայց մենք իհարկե հայկական տեսանկյունից ենք այս ամենը դիտարկելու։ Ընդհանրապես վերջին իրադարձությունները պարզապես առիթ դարձան նորից մտածելու մի երևույթի մասին, որը վաղուց արդեն դուրս է եկել հենց մեր երկրի անձնական շահերից եւ բնորոշ է աշխարհի շատ ու շատ երկրներին։ Եթե մարդը ունի ամեն ինչ, բիզնես, անշարժ գույք աշխարհի տարբեր անկյուններում, էլիտար շենք-շինություններ, ազդեցություն, ճանաչում, հետևորդներ, կարողություն, կապիտալ, եկեղեցիներ, ամեն ինչ կառուցելու, ամեն ինչ արարելու, ամեն ինչ ստեղծելու, ապահովելու հնարավորություն, անձնական ինքնաթիռներ, մի խոսքով ամեն ինչն է էլ պակասում մարդուն, որ անհատը ձգտում է իշխանության։ Ի վերջո փողը այսօր բացում է գրեթե բոլոր դռները մանավանդ մեր իրականության մեջ, Հայաստանի պայմաններում, եկեք լինենք անկեղծ, հա։ Այն ապահովում է ազատ տեղաշարժ, լավագույն կրթությունը, լավագույն բժշկությունը, աշխարհի ցանկացած անկյունում ապրելու, արարելու հնարավորություն, այնպիսի կենսամակարդակ, այնպիսի level, ինչպես ասում են, որի մասին մարդիկ շատ շատերը երազել անգամ չեն կարող, բայց ոչ, ինչպես երևում է, կա մի դուռ, որը նույնիսկ ամենամեծ գումարներով չի բացվում, եւ այդ դուռը կոչվում է իշխանություն, չնայած վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այդ դուռը մեզ մոտ լավ էլ բացում է, դա բայց ուրիշ պատմություն է, դրա մասին չէ, որ ուզում եմ այսօր խոսել։ Երեք բարեկամներ ազգովի դիտում էին կադրեր եւ այդ ամոթալի կադրերը դիտելուց հետո էլի մտածում եմ, Աստված իմ, էլ ինչ է պետք մարդուն, ասենք ճանապարհի այն հատվածը Աբովյան տանող, հա, Քանաքերից դեպի Աբովյանի կամուրջ, Գագիկ Ծառուկյանի տան հիմնական ճանապարհատվածը, այն հսկայական փոսը, որ ամեն երկրորդ մեքենա դրխկալով ընկնում է մեջը Երևան-Սևան մայրուղու, ասենք դա ասֆալտապատելու համար, ասենք իշխանություն է պետք մարդուն, իշխանություն չունեն, դա չեմ ասֆալտապատի, կամ միլիարդներ տնօրինող մարդիկ, երբ խեղճ ու կրակ ժողովրդին ընտրություններից առաջ ասում են, այ մեզ ընտրեք, աշխատատեղ կստեղծենք։ Դա ոնց մեկտաբանենք, լուրջ եք ասում տղեկ, այսինքն հակառակ դեպքում աշխատատեղ չեք ստեղծի, ձեր հարազատ ժողովուրդը ում փրկության մասին այսքան խոսում եք, թողեք որ մնան ձեր նկարագրած շատ վատ աղետալի իրավիճակում, բա ելում համար այդ միլիարդները, ում էլ պետք է այդ միլիարդները եւ քանի կոպեկ արժեն այդ միլիարդները։ Բարեկամներ, ընդհանրապես երկար տարիներ դրսում ապրելով ես հասկացել եմ մի բան, աշխատատեղեր ստեղծելը բարեգործություն չէ, ես բոլորին եմ դա փորձում բացատրել, աշխատատեղ ստեղծելը դա ներդրում է, աշխատատեղ ստեղծելը դա բիզնես է առաջին հերթին ներդնողի տեսանկյունից, որ ձեր կարողությունը, այսինքն ներդրողի կարողությունը մեծացնի, այո աշխատատեղ են ստեղծում, մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց ներդրողն է ամենաշատը դրանից շահում, պետք չէ, որ ժողովրդին դա ներկայացնեն որպես բարեգործություն աշխատատեղ ենք ստեղծում, բարեգործ ենք, ընկերներ, աշխարհում կապիտալիզմի օրոք գոնե, հա, մենք սոցիալիստական երկրում չենք ապրում, նման բան գոյություն չունի, ու ժողովրդի մեծ մասը, քանի որ ցավոք սրտի անգրագետ է, մանավանդ այդ
հասարակության այդ շերտը ինքը մի լոզունգ ունի զավոդ լինի աշխատենք, զավոդ լինի աշխատենք, զավոդ լինի աշխատենք։ Եղբայր, մեկը չի հարցնում զավոդը նախ վաղուց անցյալում է այդ հասկացողությունը, երկրորդը եթե անգամ արտադրանք ստեղծվի կամ ինչ-որ մի տեղ ստեղծվի, դու ինչ ես արտադրելու, դու ինչ հմտություններ, դու ինչ մասնագիտական հնարավորություններ ունես, դու մրցունակ ես արդյոք շուկայում թե ոչ, դա է կապիտալիզմի օրոք այդ հրամայականը, որ ցավոք սրտի տասնամյակներով սովետական հասարակության մեջ ծնված, մեծացած եւ կրթված հասարակությունը այդպես էլ չհասկացավ, որ 21-րդ դարում ցավոք սրտի թե ուրախություն խաղի կանոնները փոխվել են։ Սովետի տակ են մարդիկ մնացել։ Գնան գործարան աշխատեն, գնան գործարան աշխատենք։ Ոնց աշխատեք, այնց որ ժամանակ էիք մերցնում եւ ստանում էիք ձեր երազած ռոճիկը մի քանի տեղ գրանցված լինելով հանդերձ։ Այդ ժամանակները անցել են։ Բայց վերադառնալով էլի ես մտորումներին, որ երեք թղթին եմ հանձնել, ինչու է մարդը ամենակարող, ֆինանսական հնարավորություններով մարդը վերջը ձգտում իշխանության Հայաստանի պայմաններում, որովհետև իշխանությունը ընդամենը պաշտոն չէ, այն ուրիշների կյանքի վրա ազդելու հնարավորություն է, այն խաղի կանոններ են, այդ խաղի կանոնները ձևավորելու միջոցներ են, դրանք որոշումներ ընդունելու, գործընթացները ղեկավարելու, ամեն ինչ ձեռքի տակ պահելու լծակներ են, իսկ ինչ միլիարդներով դա անել հնարավոր չէ, իսկ այդ զգացողությունը շատերի համար դառնում է շատ ավելի մեծ արժեք, քան ցանկացած նյութական հարստություն։ Գուցե հենց այդտեղ է թաքնված ամենամեծ գաղտնիքը։ Մենք սովոր ենք մտածել, որ փողն է ծնում իշխանություն, բայց իրականում հաճախ իշխանության ցանկությունն է, որ գերազանցում է նույնիսկ ամենաշատ փողի արժեքը։ Երբ մարդու հիմնական պահանջները վաղուց բավարարված են, նրա ներսում սկսում է աշխատել բոլորովին այլ շարժառիթ, ազդեցության, ճանաչման, վերահսկողության, սեփական նշանակությունը մշտապես ապացուցելու ցանկություն։ Եթե ես միլիարդներ եմ կուտակել այս երկրում, ես ճիշտ եմ, ու մեր մոտ չկա չէ ասող մարդը։ Իդեպ ոչ միայն մեզ մոտ, ասենք Միացյալ Նահանգների պարագայում է դուք տեսնում եք, որ նախագահին ոչ ասող մարդ չկա։ Այդ պահանջից փողը դադարում է վերջնական նպատակ լինել եւ վերածվում է ընդհանրապես միջոցի եւ հենց այդ պատճառով էլ այդ պատմությունը շատ տարածված է եւ այդ պատմությունը հայկական չէ աշխարհի տարբեր երկրներում մենք նույն պատկերն ենք տեսնում տասնյակ ու տասնյակ անգամներ։ Քիչ առաջ Դոնալդ Թրամփին հիշատակեցի, ԱՄՆ նախագահը դրա ամենահայտնի օրինակներից մեկն է, միլիարդատեր։ Նա քաղաքականություն չի մտել հարստանալու համար, այդ ճանապարհը վաղուց նա անցել էր, սակայն անգամ հսկայական կարողությունը, համաշխարհային ճանաչումը, միլիարդները, կայսրությունը, որ նա ուներ, վերջապես ամենագեղեցիկ կանայք, որ նրա շուրջն էին, մշտապես բավարար չէր, պետք էր իշխանություն, որովհետև այն տալիս էր այն լծակները, որոնք փողը չի կարողանում տալ։ Եվ այստեղ առաջանում է թերևս ամենահետաքրքիր եւս մեկ հարցերից մեկը։ Ինչ է տալիս այդ անիծյալ իշխանությունը, որ առանց դրա հնարավոր չի անել։ Ինչ։ Եթե կարող ես կառուցել գործարաններ, կառուցիր եղբայր, հիվանդանոցներ, կառուցիր, դպրոցներ, եկեղեցիներ, աշխարհի ամենաբարձր արձանը, կառուցիր, ամեն ինչ։ Բարեգործական ծրագրեր խնդրեմ արա։ Ինչ է էլ պակասում մարդուն, որն է այդ գործիքը, որ միայն իշխանությունը կարող է տալ։ Չգիտեմ, ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց երեք բոլորս տեսանք շատ ծանր կադրեր, եկեք լինենք անկեղծ, քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին ձերբակալ է, տարա ձեռնաշխտաները անգամ ձեռներին չէին հագնում, չէր լինում եւ այլն հասկանալի պատճառներով, հանրությունը հետևեց առանձնատան խուզարկության կադրերին, կենթանիների տեղափոխմանը, այն գործողություններին, որոնք տեղի են ունենում շատ անձնական տարածքում եւ դա չեմ կարծում ինչ-որ առանձնապես հրճվելու բան կար այդտեղ։ Անկախ նրանից, թե յուրաքանչյուրը ինչպես է գնահատում այդ իրադարձությունները, իրավական, քաղաքական կամ բարոյական տեսանկյունից, դրանք արդեն դարձել են մեր հանրային հիշողության մի մասը։ Մենք ապրում ենք թվային դարում, այդ կադրերը մնացին հավիտյան։ Ու հենց այստեղ է առաջանում թերևս վերջնական հարցը, որի պատասխանը նորից ասում եմ, ոչ ոք չգիտի, եթե կան արձագանքեք։ Արժեր արդյոք նման կարողության, նման հնարավորությունների տեր մարդը քաղաքական պայքարի համար, մանավանդ որ նա մի քանի անգամ դուրս է եկել քաղաքականությունից, նա հանրային կերպով ասել էր Սերժ Սարգսյանի օրոք, Սերժ Սարգսյանը իր թիմով հավաքվեց Մելիք Ադամյան փողոցում
3 րոպե ունեցան ելույթ եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքական ուժը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը մտավ եթեր, ասաց ես դուրս եմ գալի քաղաքականությունից։ Արժե՞լ արդյոք այս ամենը նորից վերապրել, իշխանության համար մրցակցության մեջ մտնել, թեկուզ մի քանի մանդատի համար, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ինչ անեն, որ չեն կարող անել, որ այս տեսարաններով անմահանան, արժեր արդյոք, որ հանրությունը հիշի ոչ միայն քաղաքական այս դաժան ու կեղտոտ հակամարտությունը, այլև ձեռնաշղթաներով դատարան տանեն մարդկանց, քնեցած առույցների տեսարաններով, առանձնատան բակից նկարահանված կադրերով, անձնական տարածքի հրապարակմամբ։ Գերներ, ես այդ հարցի պատասխանը չունեմ, էլի եմ ասում, ես երեք ամբողջ օրս դրա մասին եմ մտածել, ինչ շարժառիթով են ապրում այս շատ մեծ հնարավորության տեր մարդիկ։ Բայց ես վստահ եմ, որ երբ հասարակությունը սկսում է նման հարց տալ իրեն, նշանակում է, որ խոսքը վաղուց արդեն ոչ թե քաղաքականության մասին է, այլ ներքին բարոյականության եւ մեծագույն այն հարցի, թե ինչ հասարակություն ենք մենք կառուցում։ Մտածեք այդ ուղղությամբ։